Բարև ձեզ, ես Արմեն Խաչիկյանն եմ, մենք շարունակում ենք անվտանգության թեմաներով մեր զրույցները, այսօր խոսելու ենք հոգևոր եւ մշակութային անվտանգության մասին եւ հյուրընկալել ենք դիրիժոր Վահե Բեգոյանին։ Ողջույն։ Ողջույն։ Հոգևոր եւ մշակութային անվտանգության մասին խոսելուց երևի սկսենք, իսկ ինչ ենք հասկանում ասելով հոգևոր կամ հատկապես մշակութային անվտանգություն ասելով։ Դրա տակ կարող ենք հասկանալ ընդհանրապես ցիվիլիզացիոն մի հսկա անվտանգային համակարգ, որը հատկապես մեր նման փոքր պետությունների եւ ազգային պետությունների համար անվտանգության հիմնական բաղադրիչն է։ Այսինքն ամեն ինչ պիտի այդ պետություն ասված կառույցում մեքենայի մեջ աշխատի հասարակության հենց մշակութային անվտանգությունը ապահովելու համար։ Եվ իսկապես պետք է հասկանանք նախ եւ առաջ ինչպիսին է այս պետությունը, եւ դա փոխում է ամեն ինչ։ Այսինքն եթե մենք չենք տեսնում Հայաստանի Հանրապետությունը հայի համար որպես ազգային պետություն, ազգային պետականություն, այս դեպքում անվտանգային հարցերն են փոխվում, մշակութային անվտանգային հարցերը փոխվում են, որովհետև մենք նախ եւ առաջ պիտի հասկանանք ինչի համար է այդ պետությունը ստեղծվել ընդհանրապես։ Օրինակ ինչի պիտի հայ ժողովուրդը ունենա իր սեփական պետությունը, որ ինչ անի։ Որ ինչ անի։ Այդ հարցի պատասխանը նախ մենք պետք է իսկապես ձևակերպել։ Եվ երբ որ այ անձից դուրս ենք գալիս եւ տեսնում ենք արդեն ձևավորվում է այդ անձից են կողմ ժողովուրդ, հետո ազգ, հետո հասկանում ենք իսկ որն է որ պայմանավորում է, ինչով է այդ ազգը դառնում ազգ եւ տարբերվում մյուս ազգերից։ Մենք այստեղ տեսնում ենք, որ մենք գործ ունենք արդեն մշակութային բաղադրիչների հետ։ Եվ եթե մենք պետություն չենք ստեղծել մեր տեսակը պահելու համար, մեր տեսակի անվտանգության, ասես ոչ թե անձի, այլ տեսակ ունեցող անձի անվտանգության համար, այդ մարդու բարեկեցության կարևոր մասնիկ չի իր ինքնությունը պահելը, նախ իմանալը, ինքը ով է, եւ հետո պահելը, գիտակցելը, չենք ձևակերպել դա նաեւ։ Իսկ ինչի չենք ձևակերպել։ Սա շատ կարևոր հարց է, ինչի չենք ձևակերպել եւ հիմա պիտի չենք ձևակերպել, որտեվ դրա հնարավորությունը թերևս չենք ունեցել այն ժամանակ, երբ որ այս տարածաշրջանը կամ հայ ժողովուրդը տարբեր կայսրությունների մեջ էին, թե Օսմանյան կայսրությունում դա հնարավոր չէր անել, թե ռուսական կայսրության մեջ դա առանձնապես հնարավոր չէր անել, ռուսական երևի թե շատ ավելի այսպես միանգամից կանխվում էր, հա, այդ հայկականի եւ հայեցի ցանկացած դրսևորում չմոռանանք այդ ցարի հրովարտակները, հայկական դպրոցները փակելու հաջորդի պատմությունները, դասավանդելը, արգելելու եւ այլն։ Եվ հետո դա իհարկե ընդգծված կերպով հնարավոր չէր անել սովետական շրջանում, չնայած սովետական շրջանում մեր կարողացանք այնուամենայնիվ ձևավորել այդ հայկականի իհարկե սոցռեալիստական կերպարանքով, բայց հայկականի դրսևորումը այնուամենայնիվ մեր մշակույթից ներս այդ ժամանակ ի վերջո ունեցանք եւ հայկական ընդգծված նկարիչներ, չէ, Սարյան, Մինաս, հայկական կերպարվեստի այդ ծաղկումը եւ հայ երաժշտության շատ ճանաչելի Խաչատրյանը իր հետո եկող մնացած բոլոր մեր մեծերով, Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Էդգար Հովհաննիսյան եւ այլն բոլոր մեծերով։ Եվ հետո, երբ որ արդեն ունեինք անկախ Հայաստան, մենք անմիջապես պարտվեցինք մշակութային դաշտում։ Հայաստանը անմիջապես հայտնվեց հատկապես երաժշտական առումով, ես քանի որ երաժիշտ եմ, դա ինձ համար անհամեմատ ավելի տեսանելի է, մշակութային թշնամու մշակութային էքսպանսիայի տակ անմիջապես դա տարածվեց եւ Հայաստանի այդ մշակութային զավթումը տեղի ունեցավ հաշված տարիների ընթացքում անկախության հենց սկզբից։ Հենց անկախության սկզբից, այո, անկախության սկզբից այսօրվա շատ ճանաչված, սիրված, արդեն ռեմիքսներով այդ մարդկանց գովերքվող ստեղծված այլանդակությունները ռեմիքսվող, հա, այդ մարդկանց դրանք ուղակի հաճախ թուրքական երգերի ուղիղ թարգմանություններ էին, բայց դու հասկանաս, որ ոչ այդ թարգմանության մեջ հայերենն էր դառնում հայերեն, երաժշտությունն մնում էր թուրքական մաքուր։ Լավ, բերեք սկզբից մինչև վերջ գնանք։ Այ սկզբից ասում ես, որ անվտանգության ու մշակութային անվտանգության դերի մասին խոսացինք, հետո ինքնության, հետո արդեն փաստորեն գնացինք ավելի երաժշտական ու սպառման մասով։ Հիմա եթե ձևակերպված չի, բա ոնց է եղել, որ մենք չենք ունեցել անկախ պետություն, բայց մշակույթը այս կամ այն կերպ փոխանցվել է, ինքնությունը, որ զգալիորեն պահպանվել է, հետո ունեցել ենք անկախ պետություն
հերիք չի չենք ձևակերպել այդ ինչն էր, որ այդ տենց մեզ պահեց հայ։ Հետո ինչն էր, որ ոնց անենք, որ այդ հայը մնա ու Հայաստանը որպես երկիր դառնա բոլոր հայերին միավորող մի հատ պրոյեկտի պես երկիր։ Այսինքն միավորող, մագնիսի պես քաշող երկիր, հերիք չենք այդ ոնց միտքը, հայկական միտքը չի ձևակերպել, էլի։ Նայ, մենք օբյեկտիվորեն պիտի հասկանանք, որ մենք ապրում ենք հսկա փոփոխության շրջանում, երբ ինֆորմացիայի տարածման միջոցները ասենք այնպիսի զարգացում ապրեցին, որ հազարամյակներով չէր եղել, հա, եւ դա տեղի ունեցավ մեր կյանքի մի փոքր հատվածի ընթացքում, 10-15 տարվա ընթացքում, ասենք, ինտերնետը իր բոլոր վերջի 15, հա, իր բոլոր հետևանքներով։ Պետություն չունենալու ժամանակ մենք այնուամենայնիվ ունեցել ենք ազգային կրթություն, որը եղել է եկեղեցու վերահսկման տակ։ Կրթական համակարգը եկեղեցուց ներս էր, հոգևոր կրթություն էր։ Դա ծխական դպրոցներից սկսած, հետո գնում էին հայկական իրականության մեջ, վանքերում էին այդ դպրոցները, այդ համալսարանները, դրանք բոլորը վանքերին եւ հոգևորին կից էին։ Եկեղեցին այդպես որոշակիորեն կղզիացած, հա, եւ տարբեր կայսրությունների տարածքում ապրող ժողովրդի համար այնուամենայնիվ միավորող եւ նաեւ կրթությամբ միավորող մի այդպես կառույց է։ Երբ որ մենք ավիրեցինք եկեղեցին մինչեւ հնարավորին վերջը 15 թվին Արևմտյան Հայաստանում ամբողջ վանականությունը եւ վանականությունը բացարձակ ուրիշ երևույթ է։ Երբ որ վերածվեց ամբողջ վանականությունը, իսկ դա այտենց հսկայական մշակութային շերտ է, պլաստ է մի ամբողջ վերածվեց, եւ դրանից հետո 30-ականներին այդ նույն շերտը վերածվեց այս Հայաստանում։ Մենք իրականում մինչեւ այսօր չենք գիտակցում ցեղասպանության աղետի մասշտաբը, որտեղ մենք դա անդադ հասկանում ենք 1.5 միլիոն հայերի ֆիզիկական կոտորածով, բայց մենք չենք հասկանում, թե դրա հետևում ինչ հազարամյակների մշակութային շերտեր վերացան, ինչ ինստիտուտներ վերացան, որտեղ այդ վանքից վանք, ընդ որում վանականությունը տարբեր էր։ Ամեն վանք իր ավանդույթի մեջ էր, իր սովորույթի մեջ էր, եւ դա գրավոր ավանդույթ չէր, հաճախ բանավոր էր ուսուցչից աշակերտին, վարդապետից աշակերտին փոխանցվող եւ մի տարվա մեջ, հա, երբ որ վերածվում է համ դրա կրողները եւ ուսուցանողը եւ այն որ գոնե ինչ որ փշրանքներ լսելա, այդ ամբողջ շերտը վերացավ եւ մենք ստիպված եղանք հետո շատ բաներ զրոյից սկսելու։ Եվ մինչև հիմա այդ զրոյից մինչև կարելի ասել 1-2-ը դեռ քայլ չեն կարել։ Հայկական ինքնությունը ստեղծվել, մշակվել, բյուրեղացել եւ այդ այնց ձևակերպում իբրև տեսակ, որն է այդ հայը, գոյացել է հայ առաքելական եկեղեցուց ներս։ Դա պատմական իրականություն է, իրողություն է, դու դա ինչքան ուզում ես պայքարի, ինչ ուզում ես, եթե դու հակառակ միտք ունես, հակառակ մտածելակերպ ունես, ուրեմն դու տգետ ես։ Ուրեմն դու չգիտես իրականությունը, ուրեմն դու հովերով ես տարված, ուզում ես տեսնել մի ուրիշ բան, որը չի եղել, ուղղակի չի եղել դրանից առաջ եւ եղել է դրանից հետո եւ ստեղծվել է այդտեղ։ Դու ինչ ուզում ես դրա այդ արել։ Սա բանավեճի թեմա չի հասկանում, նույնիսկ հոգնել ենք այս թեմայով բանավիճելուց, որտեվ երբ որ մարդը ակնհայտ բանը չի տեսնում, նայում սպիտակին տեսնում է սև, սևին էլ նայում սպիտակ, դու չես կարող իրեն բացատրես։ Դա ինքը տենց որոշել է։ Հիմա իրականությունը սա է եւ այո, երբ որ այդ ամեն ինչը վերացվեց, մենք զրոյից սկսեցինք հայտնագործություններ անել ինչ որ բաներով, փշրանքներով, որոնք մեզ էլի, այսպես թե այնպես, օրինակ երաժշտական աշխարհում գոհություն Աստծո, այդ մեծ արհավիրքից առաջ ունեցանք Կոմիտաս, որը ոչ միայն հոգևորը մեզ կամրջեց այդ միջնադարի հետ, հա, ինքը իրենով դառավ կամուրջ, որով մենք կապվեցինք միջնադարի հետ, այլ նաև մեր աշխարհիկի հետ, գրի առնելով այդ երգերը, եւ այդ երգերը մաքրելով, մենք հաճախ ասում ենք դա ու չենք պատկերացնում, այդ մաքրելն ինչ է, ինքը մեզ կարեցել է կամրջի մեր ակունքի հետ, այն հազարամյակներ են կողմ մնացած ակունքի հետ, որը տենց հոսելով, ապականվելով, պխտորվելով եկե հասել էր մեզ, տեղից կարեցել է զտի այն մաքրամաքրը։ Ու հիմա մենք 30 տարվա ընթացքում ավիրեցինք ինչքան հնարավոր էր։ Ինչի սովետական շրջանում։ Սովետական շրջանում էլ կար իհարկե։ Սովետական շրջանում կար, բայց սովետական շրջանում ասեմ դա վավեր չէր։ Դա լեգիտիմ չէր։ Նորմալ էր, որ այն ժամանակ չկար այդ։ Ամեն դեպքում
ռեստորանային լավագույն դեպքում, հա, ռեստորանային արվեստը չէր հավակնում պետական բեմերում լինելու, ասեն որևէ մեկը չէր կարող իր 60-ամյակը նշել Համալիրում։ Լուր գնաց հարսանիք։ Հասկանում ես ոնց չէր կարող, դա չէր կարող այնտեղ այդ ցածր մի բանը բարձրանալ պետական, իսկ երբ որ եկել հասավ խոսակցությունը այդտեղից, ասեմ չմոռանանք, որ Համալիրը նաև մեր բանակի բալանսի մեջ է, չէ՞ նստած, այսինքն մի կառույց, որը այս երկրի անվտանգությունը պիտի ապահովի, հանգարց բացարձակապես չի տեսնում մշակութային անվտանգությունը, չի տեսնում այդ դիրքերը, այդ խրամատները մշակութային դաշտում եւ անմիջապես իր համար 1 իր տրամադրության տակ գտնվող այտենց հսկա բեմը տրամադրում է նրան, ով թուրքական մշակութայի ուղիղ էքսպանսիան ապահովել հայկական իրականությունից։ Փաստորեն 90-ականներից սկսած պատերազմին զուգահեռ մեր մշակութային խրամատը բացել ենք ու բացել ենք թե երաժշտության ասպարեզում, թե այլ։ Ես ասեմ, որ մեր հետո արդեն ռազմական պարտությունների շատ բաների հիմքում նաև այդ մշակութային պարտությունները ունենալը եւ դրանք չտեսնել ու չգիտակցելն էլ է մեծ դեր ունեցել։ Չէր կարող այլ կերպ լինել։ Այլ կերպ չէր կարող լինել։ Գիտես, մենք ավելի պաշտպանված, ավելի լավ վիճակում չենք եղել 80-ականների վերջին 90-ականների սկզբին, երբ որ ամբողջ ժողովուրդը դուրս էր գալի, միլիոնավոր ցույցեր էին, հա, այսօր դա հնարավոր չի, որովհետեւ ամեն դեպքում այն ժողովուրդը այդ 60-ականների վերելքի, ազգային վերելքի եւ այդ ժամանակվա մեր մշակութային գործիչների ազդեցությունը հասարակության վրա մի հատ նայի։ Ինչ դեր, ինչ նշանակություն ունեին մեր նշանավոր դերասանները, հա։ Բայց հիմա ընդհանրապես հեղինակություններ չկան, որտեղ հեղինակությունները արժեզրկեցին իրենց։ Բայց ինչ եղավ։ Դե լավ, հանուն արդարության մենք առանձին խոսում ենք տարբեր հեղինակությունների մասին։ Շատ սարսափելի։ Բա հենց վերադառնալով այդտեղ, բա հենց այդ է, էլի մենք ասում ենք անկախ պետություն, որի նպատակը ոչ թե նրան այնա, որ հայ մարդը լավ ապրի, այ հայ մարդը հայ ապրի։ Չէ՞։ Այսինքն հենց այդ է, որ պետքա ոչ թե նպատակը դնել, որ կուշտ փոր ունենա, լավ մեքենա, լավ միջավայր։ Դրանից այն կողմ մի քիչ ավելի ուրիշ բաներ։ Այլ դու ոնց որ որպես հայ ոչ թե պրոստը այդ օրվա ու այդ քո կյանքի միայն մասին պետք է մտածես, այլ որ դու փոխանցող ես արժեքների, մշակույթի, գաղափարախոսության։ Եվ ես հասկանում, որ գիտես ինչ, դու չես կարող քո միսիան տեսնել բացարձակապես նոտայի թղթի սահմաններում։ Այս ստեղ գրեցի, վсё, ես իմ միսիան կատարել եմ, տենց չի լինում։ Տենց չի լինում եւ այդ անցյալի մեր մշակութային գործիչներն այդպեսին չէին։ Ապա ո՞նց դառան։ Ո՞նց դառան մորթապաշտ, ինչը դարձրեց մորթապաշտը։ Ամեն ինչը։ Այնպես չի, որ մշակույթի գործիչները ապականման ենթակա չեն կամ դեգրադացիայի։ Չափականվելը դժվար բան է։ Դժվար բան։ Չափականվելը այս իրավիճակում դա լուրջ հոգևոր զոհողության գնալու պես դրան հավասար մի բան է։ Եվ դրան ենթակա են նաև մշակութային գործիչներ, շատ հայտնիները, այտենց, որոնք այն ժամանակ հերոս էին իրենց արածներից։ Դու հիշում ես, հուսամ հիշում ես, ինչ ազդեցություն ուներ այդ Ռուսաստանում հացադուլ հայտարարած հայ մշակութային գործիչները, գրողները, դերասանները Սոս Սարգսյանը, եւ ինչ արձագանք կար, երբ որ Վազգենվեհը գնաց, սպառնաց, որ ես կմիանամ ձեր հացադուլին, այդ մարդիկ այդ վտանգավոր արդեն աստիճանի էին հասել ու դու դա այնց մի միավորող ֆակտոր էր այս ազգի համար։ Հիմա դու կարող ես երևակայել նման բան։ Այ հիմա բացեք հուսամ կան, էլի համացանցում այդ կառը, նայեք Շիրազի հուղարկավորությունը։ Հիմա ով մեռնի, որ տենց հետևից գնացող լինի, այդպես գնա։ Ես հիշում եմ իբրև երեխա, տատս ձեռս բռնած ու մենք ոտքով քայլել ենք տենց օպերայից մինչև Պանթեոն, թափորը ամբողջ Մաշտոցի պողոտայով մեկ էր։ Այդ մասշտաբի գործիչներ եւ տենց հեղինակությունները, տենց բայց այդ մարդիկ այդ հեղինակությունը ինչ անձը վտանգելով էին հասել։ Մորթապաշտությունը չկար նրանց մեջ։ Սովետական այդ հսկա կայսրության դեմ գործելով էին հաճախ մարդիկ հասնում դրան։ Շատերին այդ ազգային մշակույթը չներվեց սպանվելու գնով։ Մինաս Ավետիսյան հստակ, չէ՞, վերացրեցին, որտեվ իր արվեստը այնքան ընդգծված ազգային ռոպագանդա էր, ազգայինի նախ ձև էր ստեղծում եւ իր հետևից տանում էր նոր ստեղծագործողների, չէ՞, Մինասից հետո տենց հսկա մինասյան տենց պլեադա նկարիչների ունեցանք, որոնք այդ ազդեցության այդ հսկա այդ բանի տակ էին, ինքն էլ Սարյանից բխող։
այսինքն այդ ամեն ինչը գնում էր։ Հիմա մեր օրերում պետությունը եթե չդառնա այդ վերահսկողը, ձևակերպողը եւ այդ ձևակերպածը պարտադրողը հասարակությանը իր հատուկ մշակութային քաղաքականությամբ, հայկական պետությանը միայն բառով ալինելու, այտենց Հայաստանի, դրա որն ալնելու Հայաստանին, ես չգիտեմ, զուտ աշխարհագրական անվանում իբրև, բայց ոչ տեսակ, ձև, հայը նույնիսկ հայի համար հայկականը անճանաչելի է։ Մենք նոր ենք վերադարձել Սաղմոսերգուն Հռոմում էր, այդ Հռոմում մի փողոցային երաժիշտ էր նստած, այդպես փողոցում երգում էր, մենք խմբով անցնում էինք, ասեց Where are you from? Ասենք հայ ենք Հայաստանից ենք, ինքս է Ազատաբոյ ու առառա։ Հասկանում ես, որ աշխարհին ես դու արդեն ճանաչելի։ Քեզ խնդրում եմ մի գնա չի եկել։ Հա, կամ լավ։ Իմ հետ տենց եղել է։ Հա, հասկանում ես, այ որ քո հայկականը ասենք էլ սուսերով բարը չի։ Գոնե էլի, էլ սուսերով բարը չի, այլ Ազատաբոյ ու առառատ։ Նույնիսկ չի հասկանում թե ռուսերեն է, նույնիսկ դա արդեն չեն ընկանում, որ տեքստը գոնե այդ հասկանում, որտեղ ոչինչ հայերեն չկա։ Եվ այս ազգը չի ճանաչում, ինքը իր չի իդենտիֆիկացնում, չի հասկանում, ինչն է իրան հայ դարձնում, այ որ դու էսպիսին ես, ուրեմն հայ ես, այ որ էսպիսին չես, ուրեմն հայ չես։ Հայ չես, եթե անգամ լեզուդ հայերենն է, այս պահին խոսում ես հարաբերական հայերենով։ Լեզուն ավելի ծանր թեմա է։ Լեզուն շատ ծանր թեմա է, բայց հայկական ինքնության կարևոր ամենահիմնական գոյացնողը լեզուն, որտեղ երաժշտությունն էլ է բխում լեզվից։ Ցանկացած երաժշտություն, այդ լեզվի բխում է լեզվի երաժշտականությունից։ Ես մի բան ասեմ, եթե կարելի է, հատկապես այդ մշակութային խրամատ կատեգորիան ինձ շատ դուր եկավ, ու ես հիշեցի իրական խրամատը, ուրեմն 2014 թվականներ ծառայում էի Ասկերանի զորամասում, դա Աղդամի ուղղությամբ դիրքերներ ու խրամատում հիշում եմ, որ մեր դիրքը շատ մոտ էր իրանց դիրքին, կարելի ասել միջդիրքային տարածությունում էր երկուսից դիրքերն է, ու ես ամեն առավոտ մի հերթափող, մի հատ տղակար ամեն առավոտ երգում էր, տենց ես իմ գյոզալ բաժի, ինչ-որ բաներ էր երգում, ու ես լսում էի, դե ես էլի պատասխան հայկական ազգային ազատագրական երգեր էի երգում, ու բավականին բարձր, բայց հետաքրքիր է, որ դրան զուգահեռ մեր տղերքը իրանց հետ ունենում էին այդ դինամիկներ բան արդեն կար էլի, ու երբ որ դնում էին երգեր, որը մուղամ էր, ես մուղամ չեմ սիրել երբեք, բայց ասեմ ռաբիս որոշ բաներ, տենց ոչ թե սիրել եմ, այլ հանդուրժել, նորմալ արձագանքել եմ, ներողություն, բայց չեմ ներում։ Ես այդ ժամանակ տենց երկար խոսացի տղեկից մեկի հետ, որ դու հասկանում ես, որ ընդեից դու մուղամ ես լսում, հենց խրամատից են կողմ։ Ու այս խրամատում մենք չպետք է այդ մուղամը լսենք, էլի, որովհետև այդ իրանցն է, ու իրանք ինչ որ առումով նաև իրանց երկիրը դրա համար են իրանք այդ խրամատում, որ այդ մուղամը պահեն։ Մենք էլ ստեղ ենք, որ այս պահենք, էլի։ Ես իհարկե չգիտեմ քո վերաբերմունքը Սայաթ-Նովայի բանի մասին, որտեղ այնտեղ մի քիչ հայ-վրացական եւ ադրբեջանական դիսկուրս կա, բայց ես օրինակ Սայաթ-Նովայի երգերն էի օրինակ բերում կամ Կոմիտաս կամ ընդհանուր առմամբ հայկական երաժշտություն, ասում էի, որ դու էլ այս խրամատում այդ երգը պետք է պահես, ոչ թե դու պետք է մուղամ լսես, այլ ինչի եք իրար այդ խրամատի տարբեր կողմերում։ Բանակում 99-ից 2001 թվականին, ես առաջին բանակային կորպուսի հոգևոր խորհրդականն եմ, ես ամեն շաբաթ հավաքում էի ռաբիս բաները, այդ CD-ները եւ կոտրում էի պարտադիր։ Ու իրանք էլի նորից բերում էին։ Իրանք հաջորդ անգամ էլի բերում էին, բայց ես ասում էի, որ գալու է ժամանակ, որ այս կողմից ու այն կողմից լսող երաժշտությամբ այս մարդիկ այնքան հարազատ են լինելու իրար հետ, ասում են, բայց ինչ ենք մենք իրար հետ կռվում։ Եվ դա եղավ։ Դա մեզ բերեցին, չէ՞։ Մուղամի փառատոնը Շուշիում հրավիրում էին, էս էին անում, այն էին անում։ Այսօրվա այդ 60-ամյակ նշող ռաբիզի կարևոր դեմքերը հանդիպում էին ադրբեջանցի մուղամչիների հետ իրար հետ հա տենց բաներ դաժե բաթլ չէ երաշտական լեզվով չէ անուն կա է մուղամի համար նույնիսկ բան էին ամ իրար տենց այդտեղ բաթլը կռիվ բանը կա էլի բանավեճ կա սպորտիվ էր էլի իրար այս դեպքում հակառակը իրար այ տենց բադմինտոնի նման նա նրան էր տալիս նա նրան էր ցերվեց գարշանքը այդ գարշանքը
Ու դրա մեջ որևէ մեկ չէր տեսնում են վտանգը, որ ես ժամանակ 21-2 տարի 3 տարեկան տղա էի եւ ես հասկանում էի, որ գալու է այդ ժամանակ, որ սա վտանգ է, սա ազգային անվտանգության խնդիր է եւ քանի դեռ մենք մշակութային բաղադրիչը չենք դրել մեր պետության այդ անվտանգության առանցքում, եւ մնացած ամեն ինչը չի աշխատում այդ մշակութային անվտանգությունը պահելու համար, տնտեսական անվտանգությունը, ռազմական անվտանգությունը, չգիտեմ, դեմոգրաֆիկ անվտանգությունը, այդ ամեն ինչ դրա մասին ու դրա համար ու դրա շուրջ չի, այս պետությունը անիմաստ։ Բացարձակ անիմաստ, որտեվ իմաստը մենակ դրա մեջ է, ուրիշ որևէ բան, ասում, եթե կուշտ փորն է, իսեր Աստծո, որտեղ ուզում ես կուշտ տեղի։ Ուզում ես Սիբիրում կուշտ տեղի, ուզում ես գնալ Լոս Անջելեսում կուշտ տեղի, հայ լինելով կուշտ լինելու, հայ լինելով ու ախր ամբողջ խնդիրն է դա, որ երբ որ դու պատրաստ ես մի քիչ ավելի քիչ կուշտ լինելու, բայց հայ լինելու։ Հասկանում ես, որ քո համար չէ բաղալ կարևորը կուշտ լինելն է եւ ոչ թե հայ լինելը, որտեղ մենք ունեցել ենք չէ ժամանակ, մարդիկ նախընտրել են այդ հայ լինելը ընդհանրապես այլ բան լինելուն եւ նախընտրել են մահը, ինչ կուշտ լինել, մարդիկ նախընտրել են մահը այլ բան չլինելու։ Այո, մենք շատ խոսում ենք մշակույթից, արվեստի տեսանկյունից, երաժշտություն, գրականություն, գեղանկարչություն կամ առհասարակ քանդակագործություն, բայց քիչ ենք խոսում ավելի շատ հանրային մշակույթից։ Եվ հայերը օգտագործում են այդ օրինակ անկուլտուրական բառը, որը չգիտեմ ինչքան հայկական, բայց մենք դա ասելով նկատի ունենք քաղաքակիրթ չլինելը եւ մշակութային բառ օգտագործելու շատ դեպքերում չենք նկատի չենք առնում ոչ թե քաղաքակրթությունը ու այդ նաեւ շատ հետաքրքիր է որ մեզ մոտ նաեւ տարբեր բաների մշակույթը փոխվեց, այսինքն մարդկանց միջև փոխհարաբերությունների նաեւ որ մենք հիմա խոսում ենք անվտանգությունից, համապարփակ անվտանգությունից լավ, իսկ այդ անվտանգության համար փոխադարձ վստահություն, փոխադարձ հարգանքի մշակույթ, նույն պատերազմելու ընթացքում միմյանց աջակցության մշակույթ, դա չեմ կարող ուրանալ։ Գիտես, էքստրեմալ իրավիճակներում այդ մենք զարմանալի կերպով այդ ակունքներից դուրս է գալիս մեր այդ իրար պահելու, իրար վրա ասենց դողալու այդ հատկությունը, որը զարմանալիորեն գրեթե վերանում է խաղաղ ժամանակ կամ դրսևորվում է ինչ որ անձերի այտենց երեխեքի հիվանդությունների կամ բաների դրամահավաքների ես ինչ բայց պատերազմի ժամանակ ես տեսել եմ այդ հսկայածավալ աշխատանք որ թիկունքում արվում էր մենք փաթեթավորում էինք զինվորների համար այդ սնունդը գնացող ես մի պահ շունչ էի քաշում ու մեկ էլ աչքս ընկավ այդ ասենց հա հոսքագծի նման շարված փաթաթում էին մեկը էսեր դնում են մյուսներն դնում եւ այլն ու իրար կողք կանգնած էին մի 60-նանց պապիկ էր կողքը կանգնած էր ասենց պիրսինգներով ինչ որ մի հատ անհասկանալի գույնի մազերով աղջիկ դրա կողք կանգնած է ինչ որ ասենց շատ ասենց պինդ բրուտալ մի քիչ էլ ժողովրդական լեզվով ասած քյարթու հա այտենց ինչ որ ասած տղեկ եւ ուրիշ որևէ տեղ դու այդ մարդկանց իրար կողք միասնական հաշտ իրար հետ ջերմ այդ ընթացքում զրուցելով կատակելով իրար ոգևորելով ոգեշնչելով ու ես հանկարծ այդ ֆիքսեցի այդ տեսարանը ասեցի թե ոնց կարա այտենց այդ արհավիրքը պատերազմի ոնց կարա խմորի միևնույն ժամանակ այս ժողովրդին ընդհանրապես ցավոք սրտի մեծ աղետները միշտ խմորիչ են լինում ժողովրդների համար վիշտը դժվարությունը ուզենք չուզենք այդպես նույնն էր երկրաշարժի ժամանակ եւ պատերազմի ժամանակ այդ ասում եմ այտենց բացարձակ այլ իրականություններում ապրող եւ իրար երբեք չտեսնող եւ իրար չհանդուրժող սովորական կյանքում մարդիկ այդ հոսքագծի մոտ կանգնած իրար հետ ջերմ մինչև վերջ հաշտ իրար պահելով այտենց գործ էին անում Երևանից մի քիչ դուրս դա էլ պիտի ասեմ ավելի շատ է այդ իրար հետ լինելը համայնքով ապրելը եւ այլն դա մի քիչ ավելի շատ է ես Աբովյանից եմ եւ ես ծնվել մեծացել եմ 9 հարկանի շենքում հա
որտեղ այդ մուտքի ժողովուրդը իրար փոխօգնության միջավայր էր։ փոխօգնության իրար հասնող, իրար պահող, նոր տարին իրար հետ անող, չգիտեմ, ցանկացած դժվարության ժամանակ, ցանկացած ուրախության ժամանակ մեկը մյուսի հետ կապված են դեպքում որ Աբովյանը բավական տենց խառնարան քաղաք էր, պարսկահայեր, սիրիահայեր, որտեղից եկած ասեցին մի մշակույթի, մի ավանդույթի ժողովուրդ չէին դրանք, հավաքական ինչ որ մասա էր։ Այդ առումով առօրյա կենցաղավարության մեջ թողնենք մի կողմ այդ քաղաքային փնթիությունը, որը կներես մենք ինչ էլ անենք փարիզաբնակներին փնթիությամբ չենք հասնի։ Երբեք։ Իդեպ Փարիզաբնակ Ֆրանսիացին մենք մեր փնթիությամբ երբեք չենք հասնի, հա։ Այդ ամեն ինչ թողնենք։ Կենցաղավարության մեջ այդտեղ մի քիչ այդքան սա մինուս նշանով չխոսենք, էլի, այդ առօրյա կենցաղային մշակույթում մենք ունենք շատ բաներ մեզ միավորող, շատ բաներ, բայց նաև այդ կենցաղավարության մեջ օրինակ մենք շատ ընդհանրություններ ունենք նույն թուրքերի հետ էլ պիտի ասենք։ Ինչու՞։ Իրար հետ երևի հազարամյակներով ապրելուց Բա ինչ նմանություն։ Բա հենց խնդիրը է դա, որ մեր տարբերությունը, տենց գլոբալ տարբերությունը տարածաշրջանային ժողովուրդներից բացառապես կենցաղավարականը չի, այլ այդ մշակութայինն է։ Ինչ ուզում ես արա, գալիս ես մտնում ես կրոն եւ մշակույթ։ Դա է որ քեզ այս տարածաշրջանի ժողովուրդներից, որովհետև կերակուրներով, խոհանոցով մենք այնքան ընդհանրություններ ունենք։ Պարսկահայերը պարսկական խոհանոցի կրող են, սիրիահայերը արաբական խոհանոցի կրող են, չէ՞։ Արևմտյան Հայաստանից հայտնի չի, որը ով ումից վերցրե եւ դա հիմարություն անստել կռիվ կյանք ծախսել նրա վրա, թե տոլման, այս ինչով էր փաթաթում են մեկը նենց, ուրեմն նա էսա դա հիմարություն է։ Այսինքն, բայց այդտեղից հենց մենք գալիս հասնում ենք նամազանելուն։ Դե կանգնում է։ Տեղ կանգնում է։ Թե ինչ երաժշտությունն է քո վրա ազդում, որտեղ է քո սիրտը լցվում, որտեղ է քո աչքերը լցվում, ինչից ես դու հուզվում, որն է քեզ հասցնում կատարսիսի, որտեղ ես դու բան։ Այդտեղ է սկսում ամեն ինչ։ Հայը, դե սկսում է հայը, որտեղ ոչ իմ էս բաճկոնն է հայկական, ոչ քո։ Ոչ իմ այս շորն է, ոչ քո բան, վերնաշապիկ, դրանք մենք բաղուց խառնարանի մեջ ենք։ Մենք տարած չենք կրում, չէ՞։ Արտակնապես տարազն էլ որ ասում են, որ իբրև թե հայկական է, ոչ մի աղերս չունի, հայկը վերնիսաժում վաճառվող ոչ մի տարած, հայկական երբեք մաշած կարպետից գլխարկ ու բան, ժիլետ չենք հագի։ Դա աղետ է ուղղակի։ Այսինքն դա հայկական տարածի հետ ոչ մի աղերս չունի։ Բայց դա ուրիշ թեմա է, բայց էլի մշակութային թեմա է, չէ՞ որ էլի մշակութային բաղադրիչ է, այսինքն այդ որ մենք հագնում ենք այդ մաշած գդակներն ու մաշած ժիլետները հագնում ենք։ Մեզ թվում է դա հայկական է։ Աբսուրդ է, դա ու ժիլետն էլ տենց բան, ֆրանսիական մանիերայով ժիլետները հագնում ենք, բայց կտորը կարպետ էլի քրքրված։ Որոշում է դա հայկական է։ Այսինքն հայեցին չի պայմանավորվում մեր շորով, ոչ է սեղանի նյութով, չէ՞, այդ նույն տափակ լամինատը, որը ամեն տեղ է եւ դա ամեն տեղ աշխարհով մեկ, դա գլոբալ խնդրեմ է։ Մեր խմելիքները, մեր ուտելիքները, դրանք այնքան վաղուց խմորված են, խառնված են, էսեն, եւ մեզ տեսակի բերողը մեր լեզուն է եւ այդ լեզվից դուրս եկող մշակույթը եւ ինչքանով ենք մենք հենց արվեստ առումով մշակույթը դրա կրողը եւ ինչքանով է դա մեզ ձևավորում մեր գիտակցությունը, մեր մտածելակերպը, մեր աշխարհայացքը։ Հիմա այդ ամենք ձևակերպենք, որն է հայը եւ սրան պիտի լծվի ամբողջ ազգի էլիտան։ Շատ լավ։ Մենք փաստացի ֆիքսեցինք, ինձ թվում է, որ մշակութային անվտանգության խրամատը ամեն դեպքում մի քիչ ավելի հստակեցնելու ու տարանջատելու լուրջ տեղ ունենք, ու միևնույն ժամանակ, բայց ֆիքսեցինք, որ դժվար իրավիճակներում, աղետների դեպքում, պատերազմների դեպքում մենք համատեղ անվտանգային ջանք դնելու, միասին օգնելու, ինչ-որ առումով համապարփակ անվտանգության պատրաստակամություն ունենալու հնարավորություն ունենք։ Մնում է տեսնենք ինստինկտները, ազգի ինստինկտները գլուխ են բարձրացնում։ Մնում է տեսնենք ինչպես է հնարավոր դա պրակտիկ իրական դաշտում իրագործել։ Հասկացնել ժողովրդին, որ հիմա էլի այդ նույն վիճակն է, էլի այդ ինստինկտները հանելու վախտն է։ Հեչ պարտադիր չի ինչ մեկը կրակի վրա, որ դու հասկանաս, որ դու մահվան եզրին ես։ Մինչ պատերազմը պատրաստվենք պատերազմին։ Շատ լավ, շատ շնորհակալություն զրույցի համար։ Մեր հյուրն էր Վահե Բեգոյանը, մենք կհանդիպենք հաջորդ անգամ։